Ամառային ջեմ, ողջույններս բոլորից, սիրելի հետևորդներ ջան։ Այսօր նորից շատ շոգ ա, դուրս եմ եկել, գնումներ ունեի կատարած և բերել են։ Մինչև որ կհասնեմ իմ գնումներս վերցնելու, եկեք միասին հիանանք այս ծաղկած անփուշ մոշի թփով, ուղղակի գեղեցկուհի ա դարձել։ Նույնիսկ բուրում է, սիրելի հետևորդներ ջան։ Ճիշտ արեցի, որ այս մի թուփը էստեղ թողեցի, քանի որ իմ անցուդարձի ճանապարհը շատ գեղեցկացնում է։ Այսպես երկարությունով ծաղկել է բոլորը։ Թեպետև կարկուտը շատ բերք վնասեց, բայց էլի գեղեցկացել է։ Խնդրեմ։ Իմ սովորության համաձայն մի փոքր էլ այստեղ հիանանք, ահա խնդրեմ, փայլում են ուղղակի, այստեղ պիոնս է ծաղկել, որ անցյալ տարի էի տեղափոխել այս կողմ, և ծաղկել է, շատ սիրուն ա բացվել, երկար կուրախացնի մեզ, իհարկե մեղուներն էլ այստեղ են, գնում գալիս և իրենցը տանում են։ Այստեղ տեսեք, տոտիկների վրա արդեն ծաղկափոշին է հավաքել։ Հրաշալի տեսք ունի այս պահը։ Քամին օրորում է ծաղիկը, իսկ մեղուն ծաղկափոշին հավաքում է հատիկ առ հատիկ։ Տեսեք ինչ աշխատանք ա կատարում։ Ահա, երևի ես վախեցրի։ Հիմա կհեռանամ, որ չխանգարեմ իմ մեղուի աշխատանքը։ Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, քանի որ արևը շատ ուժեղ ա ու չեմ կարող այստեղ երկար մնալ, համել գնումներս այստեղ ա պիտի տուն տանեմ։ Բայց մինչև որ կգնամ տուն, ուզում եմ բոլորիդ էլ ասել և ցույց տալ, որ նաև գնել եմ հավերը փակելու համար ցանցը, դե մենք սրան սետկա ենք ասում, սիրելի հետևորդներ ջան, ահա, այս չնայած տավուտոտ է, արդեն իսկ հասցրել եմ մի քիչ շորի սկսել, ահա, և պետք է զգույշ վարվեմ սրա հետ, ինչև է, սա կթողնեմ ստեղ արևի տակ, չի խանգարում, այսքանը 10 մետր է, սիրելի հետևորդներ ջան, որը տեսեք ինչքան լավն է, և շատ հարմար կլինի, որ սրանով իմ հավերը փակած պահեմ։ Իհարկե օրվա վերջում բաց եմ թողնելու, որպեսզի նաև իրենց ճոխ քուջուջն անեն։ 2 հատ եմ գնել, սիրելի հետևորդներ ջան, ահա, նորից ուզում եմ ստեղ թեքությամբ գնել, արդեն տեղեկացրել եմ այդ մարդին, որ գնել եմ ու պիտի գա, որ այդ ամենը ինչ որ պետք է ինքը սարքի։ Շատ մանրակրկիտ աշխատանք կպահանջի, քանի որ այս ցանցը պետք է բացենք, երկարությունով փռենք, հավասարացնենք և կարողանանք տանենք այնտեղ ամրացնել, սիրելի հետևորդներ ջան, ամբողջ ձեռքերս տավուտոտ եղավ, ամեն դեպքում ես անցնեմ ձեռքերս մի հատ մաքրեմ, որպեսզի կարողանամ իմ գնումների տոպրակները վերցնել ու տուն տանել, քանի որ այստեղ սնունդ է, քանի հավերը իմ ձայնը չեն լսելու եկել, այստեղ բանջարեղեն են, մի խոսքով չգան ու իրենց կտուսներով տոպրակները չծակեն։ Ես շուտ վերադառնում եմ։ Այսպես, հիմա սիրելի հետևորդներ ջան, այս ամենը տանեմ տուն և տնից միանամ։ Միասին պիտի կոֆե խմենք, դուք ձերը պատրաստեք, մինչև ես էլ իմը պատրաստեմ։ Ահա։ Ոյ, լավ էլ ծանր ա։ Ահա, լավ է, որ մեքենա կար,
ու այս ամեն ինչը մեքենայով ինձ հասավ, սիրելի հետևորդներ ջան, անմիջապես հատակին եմ դնում, քանի որ արդեն տարբեր տեղ էր ադրվել ու սեղանին չեմ դնելու։ Ամեն սեղանը արդեն զբաղեցրել եմ, քանի որ արդեն նախապատրաստվում եմ կոֆե եփելու։ Այսպես առաջին հերթին կոֆեն լցնեմ ջուրը եւ կոֆեն, սևացած իմ սիրելի։ Ահա։ Հետո նոր արդեն տոպրակներից կհանեմ գնումներս։ Շատ լավ ստացվեց, սիրելի հետևորդներ ջան, որ այս բոլոր գնումներս ես մեքենայով եմ տուն հասցրել, արեցի, վերջացրի, հետո մի քիչ սպասեցի, դեն արդեն գյուղում ճանաչում ենք մեկս մեկից և արդեն ծանոթ մարդ պատահեց ու ես եկա տուն, ինքն էլ մի քիչ հետո բերել էր մեքենայով, արդեն իսկ իմ կոֆեն լցնեմ, այստեղ նաև պիտի ավելացնեմ, այսպես։ Երբեմն կոֆեի արժեքին չենք ուշադրանում, չէ, սիրելի հետևորդներ ջան, գնալով թանկանում ա, այս պահին սև աղովի սուրճը կիլոգրամը 4500 է մեր մոտ, այստեղ մի փոքր ունեմ, ավելացնեմ, քանի որ չեմ սիրում, որ տոպրակում երկար ա մնում, այսպես, արակի մեջ, քանի որ ուզում եմ բանջարեղենները տոպրակից հանել, որոշել եմ շատ մի համով բան պատրաստել, սիրելի հետևորդներ ջան, ամառային ուտելիք պատրաստել, շոգին համահունչ և վիտամիններով հարուստ ուտելիք եմ ուզում պատրաստել։ Հիմա, սիրելի հետևորդներ ջան, այ պիտի կոֆեի համար բաժակ բերեմ։ Այս էլ իմ բաժակը, որը մոռացել էի մոտեցնել, սիրելի հետևորդներ ջան։ Եվ հիմա արդեն հանգիստ եմ։ Այստեղ իմ էլեկտրական թուղսիկը աղմկում է և աստիճանաբար ձվերը պտտում է։ Անհամբեր սպասում եմ, թե երբ հաճույքները դուրս գալու։ Հիմա արդեն ասեմ գնումները տոպրակներից հանելու։ Այստեղ շաքարավազալ, շատ կարևոր գնում, թող լինի։ Այստեղ հողի կարտոֆիլ, ոչ ջերմոցի, դե բոլորս էլ այդպես ենք, չէ ասում, հողի ա, թե ջերմոցի, ջերմոցում նույնպես հողում ա, բայց հետևորդներ ջան, ընդհանրապես մեր խոսակցական բառերի մեջ կան, որ եթե մենք տվյալ ձևով ենք ասում, արդեն բոլորիս հասկանալի է բացատրությունը, թե որը որից հետո է։ Բայց ասեմ հավեսս նենց եկավ ես հողի կարտոֆիլի վրա, ուղղակի թարմությունից փայլում է ու հավեսս եկավ, ինձ թվում է հաջողությունով եկող տարի ես էլ կցանեմ։ Ահա, այս էլ արդեն կարող եմ հանել սեղանին տեղավորել մի պահ իհարկե, այսպես, պոմիդոր, այստեղ կավաչկա, այստեղ կազար և շոկոլադ, սիրելի հետևորդներ ջան, անցած անգամ ասեցի չէ, որ շոկոլադները ուզում եմ քիչեցնել, բայց ոչ մի անգամից, այլ աստիճանաբար, չի կարելի չէ, մի անգամից այդպես, մենք ինքներս մեզ պատժենք, այստեղ էլ վարունգ, երկար, բայց շատ համով վարունգներս և հետևորդներ ջան, ահա, մեկ հատից երկու անգամ կարող ենք սալատ պատրաստել, այստեղ իմ սուրճը արդեն լինում է, շատ ուշադիր եմ լինում և չեմ ուզում, որ գա ու թափվի, այսպես, մի հատ կլցնեմ, դուրսը շոքատունն է լավ, տեղը տեղին հովա, քանի որ այդ շոքից նաև գոլորշիա պատվել հա, մի պահ էստեղ եմ իջեցնում հատակին, ինքը այդ իրա գոլորշին մի հատ կգնա, կաբաչկաները 3 հատ կաբաչկա եմ առել,
Քանի որ ուզում ենք կաբաչկայով կոտլետ պատրաստել։ Դե բոլորս էլ գիտեն, որ կաբաչկան մեր սիրելի դդմիկն է, սիրելի հետևորդներ ջան, հիմա կոնֆետները հանեմ այստեղից, որպեսզի գազարներ նրանց հետ տեղավորեմ, այստեղ նայեք, միշտ սիրում եմ մանրին լուցկի վերցնել, քանի որ պետք է գալիս հատկապես մեղուների ծուխը պատրաստելիս այս շրջանում շատ լուցկի է գնում։ Կարտոֆիլը քանի որ 2 տոգրակում է, կարող եմ հանել, թեթևացնել, այ խոշոր սիրուն ընտիր կարտոֆիլ եմ գնել, սիրելիներս, վստահ եմ, որ նաև շատ փշրկան է լինելու, այսպես, կոնֆետները մի սիրելի դատարկեմ, երբեմն էլ իմ սուրճը այստեղ եմ վայելում, նստում եմ այստեղ, հետո երկար նայում եմ իմ էլեկտրական թուքսիկին, երբեմն նկատելի տեսնում եմ, թե ինչպես է ձվերը պտտվում այդ պահին։ Այդ պահը ես համընկացնում եմ իմ սրճելու հետ։ Սա իմ սիրելի շոկոլադն է, որը չի կարելի չարաշահել։ Մի կողմ։ Իսկ այստեղ արդեն վարդեր էի քաղել, սիրել հետևորդներ ջան, թե ինչու է կարճ պոչերով, դե գիտեք, որ թփերը վնասված են, սրանք կախված էին, մի մասը կոտրված էր, մի մասը բարակ մասով կպած էր ու հիմա ցույց տամ, այդ մասից, որ բարակ կպած էր, այսքան իր թարմությունը պահել էր, բայց քանի որ արդեն թփերը մաքրում էի, բոլոր այս տիպի փոքր վնասված կոկոնները պոկել եմ, ամեն դեպքում այստեղ գեղեցկացրել եմ։ Բայց սիրել հետևորդներ ջան, քանի որ ուզում եմ նաև միրգ մանրեցնել, վարդերը այս կողմ, արժե որ այս շոկը մեղմելու համար միրգ վայելել, հատկապես շոկը մեղմացնում է ցիտրուսային մրգերը։ Ընտրում եմ իմ սիրելի թուրինջը և այս տարբերակով կտրում, սկզբից միգից եմ քաշում, շատ եմ սիրում այս տարբերակով մանրեցնելը, սուրճն էլ այստեղ, արդեն կդառնա իմ սրտով, այսպես մի շերտել բարակ, մինչև հասնեմ իրեն, ընդհանրապես թուրինջը մի քիչ կեղևային հատվածը, դե գիտեք, մի քիչ շատ է լինում, այսպես, ոնց որ թե հասել եմ, և այսպես, կլոր, սիրուն, ջան, քանի որ իմ դանակը այս տեսակ դանակն է, փորձեմ հարմար ձև ընտրել կտրելու համար, ինչքան բարակ, այդքան հաճելի։ Եվ ամբողջ եմ կտրելու, քանի որ ամբողջը պիտի վայելեմ, սիրելի հետևորդներ ջան, ոչ գիրացնում է, ոչ էլ վնաս է տալի, օգուտից բացի։ Նաև ճնշման հետ խնդիրներ չունեմ և միգուցե գրեք, որ ճնշում կիջեցնի, բայց քանի որ սուրճն էլ հետն է, ամեն դեպքում ճնշման խնդիր էլ չունեմ, այսպես, հասանք վերջի մասը և արդեն համբերելն անհնար է, վերջի կեղևային հատվածը լավն է և հենց այսպես էլ ուզում եմ դասավորել, այսպես, կլոր, վարդի նման այստեղ, կտրում ենք ավելի է շատանում, ջան, շատ սիրուն է ստացվում, ես էլ արդեն մի կողմ, խնդրեմ, սիրելի հետևորդներ ջան, թվում է թե բացված վարդ է։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, քանի որ նաև խոսեցի սև սուրճի գնից, ասեմ, որ այդ ցանցերը, որ ես գնել եմ, իմ հավերը փակելու համար, մեկ փաթեթը, մեկ ռուլյոնը 14,000 դրամ արժեր, այսինքն 10 մետրը 14,000 դրամ։
իսկ այն մանր անցքերով որ կա, որը ճուտիկների համար է հարմար, նրանք էլ ռուլյոնը 18000 դրամ է մեր գյուղի խանութում։ Ուղղակի սա ասում եմ, որ գիտեմ ձեզ կհետաքրքրի նաև եւ միգուցե օգնած կլինեմ ձեզ, հետո կտեսնեք ձեր մոտ ինչ արժեք է, մեր մոտ ինչ արժեք է, այդպես կհամեմատեք կամ էլ եթե մեր գյուղից են ինձ դիտում, գիտեմ որ դիտում են, ապա նույնպես կարող եմ օգտակար լինել եւ հարմար ձևով կարող եք գնել, քանի որ իմ ճուտիկների համար արդեն իսկ ունեմ անցյալ տարվանուց, դրա համար ճուտիկների այդ փակ տարածքը ապահովված է, միայն հավերի համար է պետք, դրա համար էլ այդ մեծ անցքերով ցանցն եմ գնել, սիրելի հետևորդներ ջան, ահա, այսպես, նաև ուզում եմ իմանալ, թե սուրճը դուք ինչպես եք վայելում, սիրելի հետևորդներ ջան, արդյոք սիրում եք սուրճը առանձին վայելել, թե զուգահեռաբար օգտվում եք թե կոնֆետներից, թխվածքներից, մրգերից, թե առանձին եք վայելում, շատերդ գիտեք, որ ես դառը սուրճի սիրահար եմ եւ միայն սուրճս վայելելուց հետո նոր ինձ համար հաճելի է լինում օգտվել թե մրգերից, թե քաղցրեղենի տեսակներից։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, վայելենք մեր սուրճը եւ անցնենք մեր մյուս գործերին։ Ու արդեն երեկոյան ժամերն է մոտենում, հավերից կերակրել եմ, որ հանգիստ աշխատեմ իմ խոհանոցում եւ արդեն կարելի ասել պատրաստությունները ամբողջական տեսել եմ ինձ ամոթեցրել։ Ուրեմն օգտագործելու եմ կոտլետի համար 3 միջին չափի մատխաշ կաբաչկաներ, 2 գազար, այս չափի, թեպետև չափը կարևոր չէ, արդեն դա ձեր նախասիրությունն է, թե ընտանիքում քանի հոգի եք, եւ որ մեկն է սիրում, որ մեկը չի սիրում, եւ 1 կարտոֆիլ, սիրելի հետևորդներ ջան, կանաչիները ինչքան բազմազան, այնքան լավ, բայց այս պարագայում ինձ մոտ համեն եւ սոխ է, որը սառնարանից մի քիչ առաջ եմ հանել, 2 ատամիկ սխտոր, որը նորից պիտի քերիչով անցկացնենք, 2 ձու եւ արդեն սկսում եմ առաջին հերթին կանաչին եմ ուզում մանրեցնել, մեջտեղից կիսում եմ եւ արդեն մանրեցնում։ Նաեւ պետք է 2 ճաշի գդալ ալյուր ավելացնեմ, սիրելի հետևորդներ ջան, որ այդ ամեն ինչը հավաքի իրեն, շատ ալյուր լցնել պետք չէ, թե չէ խմոր կդառնա։ Կանաչին եթե անգամ մի քիչ խոշոր կտրվի, դա հոգ չէ, ավելի լավ, ինչքան այդ ամենը երևա կոտլետի մեջ, այդքան հաճելի է վայելվում։ Ահա, սա մի այնպիսի կոտլետ է, որը նախասիրության հարց է եւ կարող եք ավելացնել նաեւ գունավոր պղպեղներ, սիրելի հետևորդներ ջան, բայց նախապես ասեմ, որ այդ պարագայում արդեն հյութերը շատ է դուրս գալի եւ ինչքան հյութը քիչ է դուրս գալի, այդքան հեշտ ենք պատրաստում կոտլետը, առանց այն էլ այս կաբաչկան իրանից լավ հյութ է դուրս գալի, դրա համար էլ լոլիկ չեմ ավելացնում եւ պղպեղի փոխարեն ավելացնելու եմ սև եւ կարմիր փոշի պղպեղ։ Դուք նույնպես կարող եք այդ տարբերակը օգտագործել, ել եմ ասում, նախասիրության հարց է։ Ահա, հիմա այս ամենը, քանի որ պիտի այս ամանի մեջ պատրաստեմ, միախառնեմ, կանաչին լցնում եմ, հետո արդեն հերթականությունով քերիչով կկացնեմ եւ կմիախառնեմ այս ամանի մեջ։ Ինքը, երբ որ ամեն ինչը միանում է իրար, շատ հյութեղ է ստացվում, պետք է չէ, որ շատ չոր լինի։ Ահա, հիմա, այստեղ ծածկեմ, որ համն ու հոտը չգնա և բերում եմ այս կողմ։ Հետո սկսում եմ քերել, իհարկե խոշոր մասով։ Ամեն առաջ կարտոֆիլն եմ սկսում, քանի որ մաքրած կարտոֆիլը շուտ է գույնը փոխում։ Ահա, այսպես։ Նաև կարող եք շատ երկար քերել մյուս տեսակի քերիչով, ճիշտ է, ես ունեմ այդ քերիչը, որով որ կորեական աղցանն ենք պատրաստում, ավելի երկար է քերում,
բայց այս ձևով նույնպես շատ գեղեցիկ է ստացվում։ Ընտիր քերվում է, հրաշալի, հավեսով, այսպես, երեկոյան ընթրիքի համար շատ թեթև սնունդ է, վիտամիններով հարուստ։ Նույն տարբերակով գազարն եմ քրելու և կաբաչկաները։ Վերջում երբ որ փոքրանում է, ավելի ենք զգուշանում և արդեն ձեռքի ափի մեջ ենք վերցնում, ես որ այդպես եմ վարվում և մի քիչ կամաց եմ սկսում։ Եթե մի փոքր էլ մնում է, չի խանգարում։ Եթե ինձ նման հավեր եք պահում, կարող եք տալ ձեր հավերին կամ էլ ուղղակի թողնել, այսպես, հրաշալի քերվեց և ավելացնում եմ կանաչուն, ահա խնդրեմ, աստիճանաբար, հետո երբ կանաչուն ենք միախառնում, արդեն կարող ենք խառնել, որ չսևանա, սիրելի հետևորդներ ջան, կանաչին պահում է։ Հենց այսպես էլ ինչքան սիրուն է, չէ՞ նայվում, պատկերացրեք, երբ որ մյուս գույները միանան։ Այսպես։ Քանի որ իմ խոհանոցային անձեռոցիկը վերջացել էր, այսպես կմաքրեմ ձեռքերս, տեկ ջուրն էլ մյուս կողմում է։ Օգնության է հասնում մեր փոքրիկ կտորները։ Շարունակում ենք նույն տեմպերով, ասեմ, որ չեմ կեղևազրկել, այլ միայն կտրել եմ ծաղիկի կողմը և պոչի կողմը, քանի որ կեղևը նույնպես շատ վիտամիններ է պարունակում և ուզում եմ մի փոքրիկ հումոր անել։ Սիրելի հետևորդներ ջան, դե գիտեք, որ ամեն տեղ էլ գյուղ լինի, թե քաղաք լինի, կան մարդիկ, ովքեր այնպիսի հումորներ են անում, որ տարիներով, տասնյակ տարիներով այդ հումորները ժողովրդի մեջ պտտվելով ասվում է, ու ես այստեղ ուզում եմ ասել մեր գեղի կոծոյին, համը կլպի միջինա, հնացինք։ Այդ մարդը չկա, սիրելի հետևորդներ ջան, բայց լիքը հումորներ ա թողել մեր գյուղի համար և նույնիսկ մեր գյուղի գրքում իր հումորները նշված է։ Դրա համար արժանի համարեցի, որ նաև այսպես բարձրաձայն ասել կոծոյի հումորը, որ համը կլպի միջինա։ Իդեպ այդ հումորից եմ ուզում խոսել և իրական այդ հումորի սկիզբն էլ պատմել, որը իրական դեպք է, ուրեմն այս կոծոնը իր ահերը բաղջումը նստած են ելում, դեղցն ու տելիս են ելում, լավ դեղցի բաղ են ունենավիս ելում, մնել այս կոծոն այդ դեղցը հաստ կլպում է, հերն էլ վրին ջղայնանում ասում է, այդ տղայտ ինչ ես անում, ապսուս չի, դե խոժոր կլպում ես այդ դեղցը, համը կլպումն է, կոծո ջան կոծո, ասում այ հերա, համը կլպումն է, դե ուրեմն ես կլպեմ կլեպը դուքի, դեղցը ես ուտեմ, դե հենց էլ այդ հումորը մնացել է ու ժողովրդից բերան անցել է, բայց կատակը մի կողմ, սիրելի հետևորդներ ջան, իսկապես այս մատխաշ կաբաչկայի կեղևը շատ վիտամիններով հարուստ է և նաև կոտլետի մեջ կոշտ չի լինում։ Այսպես։ Մի հատ էլ հումոր պատմեմ կոծոյից, սիրելի հետևորդներ ջան, ուրեմն բաղջումը նստած են ելում, հետո դերիկ բավախ տալու, մեզ արա ջարդված, քրտնած ետ են դարնում, որ նստին միթի կադին ջանան, մնել ես կոծոյի հերը դևենց մարդալում, իր ասում այ որդին վրսում եմ, ասում այ ինչ անեմ այ հերա գնամ բաղջի դուրը պագեմ, ու այդպես այդ հումորն էլ ատարացվել։ Այս էլ այս ձևով եմ դադարվում, որպեսզի հեշտ լինեմ, միանգամից այսպես, ջան, ընտիրություն,
Քանի որ հումքը հանդիսանում է կաբաչկան, դրա համար կաբաչկան 3 հատ եմ ընտրել, նաև վայելվում է սառը վիճակում ավելի հաճելի։ Հատկապես, երբ որ շոքերը ընկնում են, արդեն սառը ուտելիքները բոլորիս են դուր է գալի, չէ՞։ Այս մնացորդներն են, որը չի քերվում, սրանք էլ կտամ իմ հավերին։ Սիրել հետևորդներ ջան, սա թողնում եմ, մի հատ էլ ուզում եմ գազարը քերել եւ այդպես շարունակ, հետո արդեն երբ որ մնացած պարագաները միախառնելու լինի, նոր կմիանամ ձեզ, որպեսզի այս պահերը շատ չերկարացնեմ։ Սիրելի հետևորդներ ջան, արդեն այսպես գեղեցիկ ձևով քերել եմ 3 բանջարեղենները կանաչու հետ, կարտոֆիլ, գազար եւ կաբաչկան։ Հիմա, քանի որ ես սիրում եմ, որ նման կոտլետները կծու են լինում, ահա, այսքան սև բերեց եմ լցնում աղացած եւ կծու։ Այսպես։ Կարմիր բերեցի փոխարեն, լցնում եմ աջիգա, ահա, այս տեսակը եւ բացում եմ։ Որպեսզի հասկանամ ինչքան է գալիս, կդալը պահում եմ այսպես։ Սա կծու չէ։ Այսպես, քանը հերիք է։ Հիմա ձուն եմ կոտրում, տնական ձու, թեպետև տարբերություն չկա, սիրելի հետևորդներ ջան, ուղղակի քանի որ ես տնական ձու կա, դրա համար նշում եմ, խիստ պարտադիր չէ։ Երբեմն բաներ կա, չէ, որ մենք մեր ասում ենք, հետո մտածում ենք, որ հանկարծ եթե մենք մերն ենք ասում, ու մարդիկ ասենք տվյալ պարագայում ձուն չունենան, ինչպես պետք է վարվեն, սիրել հետևորդներ ջան, դա արդեն այդքան էլ կարևոր չէ, կարևորը որ թարմը լինի, այսպես մի հատ ձվի հետ պերեցները հարում եմ, այսպես, սա արդեն լավ խառնվել է, որպեսզի չգնա ու կուտակվի մեկ մասում։ Հետո արդեն ուզում եմ իրենց խառնեմ ամբողջը, բայց արդեն նաև պետք է ավելացնեմ աղը եւ վերջում ալյուրը։ Շատ աղի չի սիրում, ահա, այս չափով իմ պտղունցով։ Այսպես, հենց որ աղը անում եք, արդեն ինքը կսկսի թուլանալ։ Ու տակուերես ենք անում, շատ հարմար է, որ ձեռքով խառնենք, բայց քանի որ դեռևս կարող եմ այսպես փայտե փոքր գդալով խառնել, հնարավորինս, քանի որ երբ որ խառնեմ, թողնելու եմ մի քիչ համերը գա իրար եւ չեմ շտապում ձեռքերս մտցնել եւ ձեռքով խառնել։ Այսպես նաև պտտում եմ, ահա տեսնում եք, ամանը ձեռքով պտտում եմ եւ ավելի գեղեցիկ է ստացվում։ Սկսում է արդեն թուլանալ եւ աննկարագրելի բույր է տարածվում, սիրելի հետևորդներ ջան։ Այս նույն տարբերակով երկար քերած վիճակում նույնպես շատ գեղեցիկ է ստացվում։ Եթե ձեզ դուր կգա երկար քերած, կարող եք երկար քերել այս ամենը։ Այս տարբերակով այնքան եմ խառնելու, մինչև լավ թուլանա։ Սիրելի հետևորդներ ջան, մի որոշ ժամանակ այսպես տակուերես եմ անում, ու այնքան տակուերես եմ արել, արդեն իր հյութը դուրս է եկել, ահա, տեսեք ինչքան հյութ կա։ Բայց այս հյութը չեմ քամելու։ Հիմա ալյուրն եմ լցնում։ Ոնց որ կոծոներ ասում, համահյութի մեջ, միշտ էլ այդ զրույցը արծարծվում է, սա մեկ ճաշի գդալ ալյուր, սա էլ 2 ճաշի լիքը գդալ ալյուր, և նորից սկսում խառնել, շատ ալյուր պետք չէ, սիրել հետևորդներ ջան, որ չդառնա խմոր, չնայած մարդիկ կան, որ գիտեն, որ շատ ալյուր են լցնում, բայց ես այս տարբերակով եմ գերադասում, այնքան որ մի թեթև ինքը լինի։ Ինքը լավ միանում է իրար,
Երբ որ կոտլետը պատրաստելու ժամանակն է գալիս, արդեն սկսում ենք ձեռքով աշխատել և արդեն իսկ կարող եմ մի փոքր արդեն ձեռքով աշխատել, որպեսզի նաև մինչև թավայի տաքանալը պատրաստեմ շարիկները, այսպես միանգամից և մի թեթև սեղմելով, որպեսզի մեր մատերի այս շարժումներից արդեն ալյուրը տարածվի։ Սկզբում շատ է թվում, չէ, որ 3 կաբաչկա, 2 գազար, 1 խոշոր կարտոֆիլ, բայց հետո ինքը փոքրանում է, հետո համով պատառներ է դառնում։ Այսպես, ընտիրություն։ Հիմա, սիրելի հետևորդներ ջան, սրանք պետք է շարիկներ անեմ և դասավորեմ։ Եզրերը մի լավ հավաքում եմ, որ արած գործը գեղեցիկ նայվի և ինձ եմ մոտեցնում այս ամանը, որպեսզի շարիկները կոտլետի այստեղ շարեմ, բայց ավելի լավ է այս կողմ տեղավորեմ։ Ջուրը գնալով ավելի է դուրս գալի և արդեն 2 ձեռով ենք աշխատելու։ Վերցնում ենք այսպես և սեղմում, քամելով, ահա, կուզեք խոշոր կանեք, կուզեք փոքր կանեք, 2 ձևով էլ գեղեցիկ է լինում և ամուր սեղմում եք այն աստիճանի, որ շատ չչորանա, թեթև ինքը հյութեղ մնա, բնականաբար մեր ձեռքերից կպչում են այս քերած մասնիկները և տեսեք, թե ինչքան գեղեցիկ է ստացվում այս գնդիկները և մի փոքր այսպես սեղմում ենք, որպեսզի ինքը մի քիչ նստի իր ուռած դիրքից, եզրերը հավաքում, խաղիկներ տալի և գեղեցկացնում, ահա, այս մեկը պատրաստ է, սա նախապատրաստական աշխատանքներն են, սիրելի հետևորդներ ջան, և այդպես շարունակ, հենց որ մի քանի հատ կպատրաստեմ, մոտավորապես իմ թավայի մակերեսով, հետո նոր կսկսեմ և այդպես շարունակաբար, որպեսզի այդ ընթացքում խուճապի չմատնվենք։ Հիշեք, որ շատ չեք սեղմելու, ամեն դեպքում հյութեղ լինի։ Սա մի այնպիսի պատրաստման եղանակ է, որ ինչքան էլ ուզենք, որ հյութը չգնա, գնալու է, բայց դրա համար էլ նշում եմ, մարդիկ կան, որ այդ հյութը չկորցնելու համար շատ ալյուր են լցնում, բայց այդ դեպքում այս համը չէ ունենում, սիրելի հետևորդներ ջան, արդեն ունենում է մի տեսակ հացի համ է գալի այդ ձևով։ Ես շարունակեմ այսպիսի գնդիկներ պատրաստել և նորից կմիանամ, սիրելիներս, արդեն ձեզ պարզ դարձավ, թե ինչպես եմ այս ամենը պատրաստում։ Սիրելի հետևորդներ ջան, արդեն թավան լավ տաքացել է և լցնում եմ ձեթը։ Ինքը շատ արագ պատրաստվող ուտելիք է։ Տեսնում եք, ինչքան գեղեցիկ է, հենց այսպես, ախորժելի։ Մի քիչ գազը թուլացնում եմ, պարտադիր։ Եվ շարում, զգուշորեն։ Շատ զգուշորեն։ Դժվարը առաջինն է։ Այսպես։ Հրաշալի։ Տեսնում եք, չի փրվում։ Այսպես։ Եվ այսպես։ Արդեն մի կողմ։ Եվ արդեն ինձ եմ մոտեցնում այն ամանը, որի մեջ պետք է շարեմ։ Այստեղ պատառակ հավը, իսկ այստեղ հասցրել եմ մի 2 տերևի սամիտ քաղել անցյալ տարվա սամիթից, որ այս տարի դուրս էր եկել իմ ծաղկանոցում։ Ահա, սա էլ արդեն պատրաստի վիճակով կշարեմ իր վրա։
Եվ հետևողական լինում այստեղ, չի կպչում, տեսնում եք, ինչպես է սահում, այսպես, մարմանդ կրակի վրա ենք եփում այս կոտլետը, որ չայրվի, սիրելի հետևորդներ ջան, եւ նաեւ ներսը թխվի։ Այդքան էլ շատ իր մեջ չի քաշում ձեթը եւ շատ հմուտ է ստացվում։ Եթե ձեզ դուր եկավ այս տարբերակը, անպայման կփորձեք։ Սա շատ դանդաղ է լինում եւ նույնիսկ կարող եմ արդեն կափարիչը դնել, որպեսզի թխվի։ Հենց որ պատրաստ լինի, կմիանամ պատրաստի վիճակում։ Ինչպես տեսնում եք, իմ կոտլետը արդեն կարմրել եմ մյուս կողմը եւ շրջել եմ։ Իսկ մնացածը, ահա այստեղ, փոքրիկ թեթև ապուր եմ պատրաստում, որն էլ կդառնա կրեմ ապուր։ Այն մնացած հյութին եւ քերած բանջարեղենին ավելացրել եմ 2 կարտոֆիլ եւս, ահա, քիչ հետո կմոտեցնեմ տեսախցիկը, եւ հենց որ կարտոֆիլը կեփվի, կուբիկներով եմ ավելացրել կարտոֆիլը, ահա խնդրեմ։ Հենց որ կնկատեմ, որ կարտոֆիլը եփվել է, արդեն կանջատեմ եւ կհարեմ բլենդով եւ կստացվի բանջարեղենով կրեմ ապուր, սիրելի հետևորդներ ջան։ Եվ ոչ մի գրամ, ոչինչ չենք կորցնում այս պարագայում։ Հիմա թողնենք այս ապուրը եռա, որը լինելու է կրեմ ապուր, եւ հետևեմ կոտլետին, որպեսզի չայրվի։ Այստեղ ապուրը եփելու համար գազօջախի կրակը իջեցրել եմ ամենաթույլի վրա եւ մերթ այսպես տակու երես եմ անում, որպեսզի պղնձիկ չկպչի, սիրելիներս։ Այստեղ էլ արդեն եղել է եւ կարող եմ այս կողմը հանել։ Ահա, տեսեք, խնդրեմ, հրաշալի արդյունք։ Եվ դասավորում գեղեցիկ ձևով։ Հաջորդաբար դասավորում եմ այստեղ։ Այս կողմը, քանի որ մի քիչ շատ չէր սրտովս կարմրել, թողնում եմ էլի։ Եվ տեսնում եք, որ չի փլվել։ Ամենակարևորը։ Այստեղ մի քիչ շտապել էի եւ շուտ էի շրջել, դրա համար ուզում եմ նորից շրջել մյուս կողմը։ Ինձ թվում է կրակը այս կողմում ավելի հաջող է, կամ էլ շտապել էի, ահա։ Մի փոքր էլ կմնա, սա էլ կվերցնեմ, նույն ձևով։ Եվ այսպես պատրաստ է կոտլետը, սիրելի հետևորդներ ջան, շատ գեղեցիկ է ստացվել, ինձ դուր է գալիս այս տարբերակը եւ շտապում եմ վայելել։ Ինչպես տեսնում եք, զարդարել եմ սամիթի ճյուղերով, մի մասը մանրեցրել եւ սխտորը կլոր կտրել ու զարդարել։ Ովքեր որ սխտորի սիրահար են, շատ դուր կգա այս տարբերակը։ Դե ինչ, ես անցնեմ վայելելու, մինչև որ կրեմ ապուրն էլ պատրաստ կլինի։ Կրեմ ապուրը եւս պատրաստ է, անջատել եմ գազօջախը, բայց շարունակում է այսպես եռալ, փուչիկ, եւ հիմա ուզում եմ ընդհանուր տեսքը տեսնեք, ահա, այս տեսքն ունի։ Սիրելի հետևորդներ ջան, պատկերացնում եք, այնքան համով է, որ այսքան ամբողջը ես մենակովս վայելել եմ, այս մեկն է մնացել, ես էլ ասեցի, վայ, բա չկիսեմ, իմ հետևորդները տեսնեն ներսը, թե ինչքան լավ ու սիրուն է ստացվել, ահա խնդրեմ, սիրելի հետևորդներ ջան, այս տարբերակով շատ հետաքրքիր է համը, իհարկե ես սա կիսեցի, բայց մյուսները առանց կիսելու ուղղակի ձեռքով բռնում ենք եւ հավեսով վայելում։ Եվ արդեն կրեմ ապուրին ենք անցնում։ Արդեն հողացել է, սիրելի հետևորդներ ջան, ահա, եփել ու այսքան իջել է։ Շատ հարմար է փոքր երեխաների, տարիքով մարդկանց եւ իհարկե նրանց համար, ովքեր կրեմ ապուրների սիրահար են։ Այսպես։
Հիմա ամրացնեմ բլենդի հարիչը։ Հով վիճակում ենք սկսում հարել, սիրելի հետևորդներ ջան, որպեսզի ատամիկները բլենդի շուտ չփնջվի։ Եվ անմիջապես այստեղ էլ հարում։ Նաև կարող ենք աստիճանաբար պտտել հեշտացնելու համար։ Սիրելի հետևորդներ ջան, այնքան ենք հարելու, մինչև դառնա համահավասար։ Եվ արդեն լավ է, ոչ մի այլ կոշտ մասնիկներ չունի։ Այսպես։ Ինձ եմ մոտեցրել իմ սիրելի սրտի կողամանը և հենց այսպես էլ կթեքեմ ու կլցնեմ։ Հիանալի։ Որից հետո զարդարելու եմ նորից սամիթի ճյուղերով, ահա, այսպես, կենտրոնական հատվածում։ Խնդրեմ, սիրելի հետևորդներ ջան։ Մեկ սրտիկ վիտամինային աղբյուր։ Եվ այսպես գեղեցիկը և օգտակարը համատեղ։ Խնդրեմ, այս տեսքն ունի։ Փորձեք անպայման և եղեք առողջ, սիրելի հետևորդներ ջան։ Բարի գիշեր բոլորիդ։